Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմելու է Ռուսաստանի Դաշնություն։ 2008 թվականի մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի արտահանձնման միջնորդությամբ։ Ազգային ժողովում կազմակերպված հանրային լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Այս անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Երկու անձի մասով էլ քննչական խմբի ղեկավարի եւ Կոստանյան Գևորգի մասով մեր ունեցած տվյալներով այդ անձին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանի Դաշնության հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է, բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու, թեև նշեմ, որ դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։ Վահագն Հարությունյանը մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների եւ ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված եւ փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը։ Ըստ մեղադրյանքի Հարությունյանը խեղաթյուրել է նաև զինված ուժերի մասնակցությունը մարտի 1-ի իրադարձություններին։ Այդ կերպ օժանդակելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարությանը նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու եւ պաշտոնական կեղծիքներ կատարելուն։ Նշեմ, որ քննությունը չի սահմանափակվում միայն 10 անձի սպանության դրվագով, դա ներառում է, բայց ըստ էության, եթե մենք նայում ենք մեծ պատկերի մեջ, 10 անձի սպանությունը հետևանք է։ Եթե մենք խոսում ենք հատկապես պաշտոնեական լիազորություններն անցնելու, խոշտանգումների, բռնություն գործադրելու եւ որոշակի հիերարխիկ կառուցվածքի մեջ հրահանգներ տալու եւ հրահանգները կատարելու։ Այսինքն այս առումով ձեր դիտարկումը լրիվ ճիշտ է եւ ուզում եմ վերահաստատել, որ քննությունը չի սահմանափակվում ընդհանրապես միայն սպանությունով։ Մենք միայն սպանություն չի, որ քննում ենք։ Սպանությունը մեզ համար այս գործողությունների արդյունքում առաջացած հետևանք է եւ մենք քննությամբ այս պահին աշխատանք ենք տանում պատճառահետևանքային կապերը հասկանալու համար, որ այդ 10 անձի սպանությունը եւ մնացած բոլոր անձանց վնասվածքները, որտեղ դրանք բազմաթիվ են, արդյոք պատճառական կապի մեջ են գտնվում այս դրան նախորդած գործողությունների հետ, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից եւ կատարվել են որոշակի հիերարխիայի շրջանակներում։ Մարտի 1-ի գործով քրեական վարույթի նյութերը բաղկացած են 625 հատորից։ Ծավալով պայմանավորված 2025 թվականից նախաքննության կատարումը հանձնարարվել է համատեղ քննչական խմբին, որի կազմում ընդգրկվել են հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի 24 քննիչ։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Իսկ թե ինչու է գործն այսքան ձգձգվում, Վարդապետյանը ընդգծեց։ Դատաքննության ձգձգումների հետ կապված բարձրագույն դատական խորհուրդն է այն մարմինը, որը կարող է ինձնից առավել ամբողջական պատասխանել ձեր հարցին։ Ես նշեցի, որ դատավորը, ով նախկինում դատաքննություններ իրականացրել այս գործով, լիազորությունները դադարեցվել են եւ ըստ էության գործը մակագրված է նոր դատավորի։ Դատախազությունը իրավասու չէ գնահատական տալու դատարանի գործողություններին, բայց մեր մասով նշեմ, որ ոչ միայն այս գործով, այլև ընդհանրապես դատաքննությունների ձգձգումներին որևէ կերպ հակազդելու համար դատախազները նախ դատարանի հետ նախապես պլանավորում են նիստերի ժամանակացույցը, բացի այդ դատախազները չեն բացակայում դատական նիստերից, որպեսզի մեր բացակայությամբ պայմանավորված նիստերը չհետաձգվեն։ Ես ենթադրում եմ, որ մարտի 1-ի գործով նույն սխալը դատարանում չի կրկնվի։ Հիշեցնեմ, մարտի 1-ի արյունալի իրադարձություններից ավելի քան 17 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է զոհերի իրավահաջորդների բողոքն ու արձանագրել, որ խախտվել է նրանց կյանքի իրավունքը։ Նրանք սպանվել են անհամաչափ միջոցներից, այդ թվում մարտական փամփուշտներից, ոստիկանական ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով։ Մարտի 1-յան իրադարձություններին Հայաստանի զինված ուժերի մասնակցության եւ Արցախից Հայաստան հատուկ այդ նպատակով բերված զորքի վերաբերյալ տեղեկություններն էլ խորհրդարանի ամբիոնից հաստատեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։ Քրեական վարույթով հիմնավորվել է վաճառաբացներ ձեռք բերվել են, որ բանակը մասնակցություն ունեցել է մարտի 1-յան իրադարձություններից, սակայն նախաքննության շահից ելնելով թույլ տվեք չկոնկրետացնեմ, թե որտեղից որ զորամասից, բայց ամեն դեպքում այդ մասնակցությունը հիմնավորվել է եւ այդ ուղղությամբ
քննություն է կատարվում։ Նահապետյանը հակադարձեց նաև այն պնդումներին, թե մարտի 1-ի գործը փակուղի է մտել։ Նա վստահեցրեց, որ օրենքով սահմանված բոլոր միջոցներն ու հնարավորությունները կիրառելու են, որպեսզի ունենանք գործի ամբողջական եւ օբյեկտիվ բացահայտում։ Քննչական կոմիտեում նաև քննիչները ներգրաված են քննչական խմբում, այս ընթացքում նաև քննչական կոմիտեի քննիչները նաև իրականացրել են բազմաթիվ հարցաքննություններ, առգրավումներ, անհրաժեշտ ապացուցողական եւ այլ վարորդային գործողություններ, նաեւ հենց մեր քննիչների կողմից կատարված քննության արդյունքում նաեւ բացահայտվել է նաեւ այլ հանցագործության վերաբերյալ դեպք, որը ըստ էության նաեւ հետագայում կազդի մի շարք անձանց արարքների քրեիրավական որակման վրա։ Հիշեցնեմ, Սահմանադրական դատարանը 2021 թվականին հակասահմանադրական էր ճանաչել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, այսինքն սահմանադրական կարգը տապալելը, ինչի հետևանքով 2021 թվականի ապրիլի 6-ին դատարանը դադարեցրել էր Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն ինչպես խորհրդարանում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազը, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների փոփոխված մեղադրանքները հանրային մեղադրողը առաջիկայում ներկայացնելու է դատարան։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։